տեղեկություններ կան այն մասին, որ օպերայի լրատվությունները տեղի ունեցան այն ժամանակ, երբ արդեն ճակատում էին մեծ քննարկումներ եւ Ղարաբաղի հարցեր։ Նշելով, որ գուցե դրանով շեղումներ խնդրում եմ եւ այդ հարցին պատասխանեք, որքանով է դա ձեր կարծիքով այդպես եւ մյուսը որպես Հայաստանի քաղաքացի, որպես պատգամավոր, ինչ կարծիք եք օպերայի տեղնություն դրա։ Օպերայի միշտ իրողություն եղել, ինչ որ պատերազմ եղել, ինչ որ բան եղել։ Չէ։ Խնդրում եմ ներկայացնեք օպերայի խնդիրը ինչու՞մ դա։ Նազարի Վարդանը աշխատանքից Ահա, դե ասեք օպերային թատրոնի, օպերայի նկատի ունե երևի այդ սրճարաններին։ Չէ, հենց Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկ անելու մասին։ Կարծում եք ինքը պետք է աշխատանքից հեռանար, թե Նազարի։ Ես պետք է նախ ծանոթանամ Օրբելյանի հեռացման իրավական կողմին եւ մնացած արդեն մշակութային գործիչները պետք է ասեն ճիշտ է, սխալ է։ Եթե այնտեղ խոսքը գնում է ինչքան հասկացա լեզվի իմացության, պարտադրանքի կամ Օրբելյանը ասում են մի քանի պաշտոն միաժամանակ էր զբաղեցնում, գուցե պարոն Օրբելյանը լավ կլինի զբաղեցնի այդ 3 պաշտոններից մեկը, որը գտնում է կարևոր, եւ եթե պարոն Օրբելյանին ժամանակին հրավիրել են Հայաստան մշակութային կոնկրետ խնդիր լուծելու, պարոն Օրբելյանը այդ 3 պաշտոններից մեկով էլ կարող է այդպիսի մեծ խնդիր լուծի։ Մյուս երկուսում կարող են լուծել այլ մարդիկ գուցե եւ պարոն Օրբելյանը գուցե միակը չի, որ ամբողջացնի այդ 3 խնդիրները միաժամանակ։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրը կհստակեցվի եւ այստեղ մեր Արցախյան այցի հետ գուցե դա կապ չունի, ես իմ տեսակետը ասեցի։ Ոչ թե գուցե կապ չունի, այլ ընդհանրապես կապ չունի եւ ես չեմ հասկանում որտեղից ենթադրվեց Մենք չենք խուսափելու որևէ հարցից, բայց եթե առաջին հարցին չպատասխանեցինք եւ չենք պատասխանի, որովհետեւ առաջին հարցը չեմ կարծում, որ տեղին էր եւ տրամաբանական։